ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կեղծիք է որակում իշխող հանրապետականի խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը արգելվում է սահմանադրական դատարանի որոշմամբ։ Հիշեցնենք, Շարմազանովը երեկ Ազատությանը տված հարցազրույցում պնդել էր, թե իշխանությունը չի հրապարակելու այդ ցուցակները, քանի որ չի ուզում խախտել դատարանի որոշումը։ Իժաբերում է ցուցակներին Հայաստանում եւ որևէ երկրում որևէ իշխանություն իրավունք չունի խախտել սահմանադրական դատարանի վճիռը։ Կա սահմանադրական դատարանի վճիռ եւ մենք պարտավոր ենք այս սահմանադրական դատարանի վճիռը իրականացնել։ Եթե կա, որ չի կարելի հրապարակել, սիրելի Ռուզաննա, դուք գրագետ աղջիկ եք։ Նորմալ երկրում հնարավորություն կա խախտել սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք իհարկե գիտենք այդ որոշման մասին, սահմանադրական դատարանի որոշման մասին, բայց երբ որ իշխանությունները, մասնավորապես Շարմազանովը հայտարարում են, որ մեր առաջարկը ցուցակների հրապարակման ըստ էության խախտում է սահմանադրական դատարանի վճիռը, դա բացարձակ կեղծիք է։ Իրականում այն վճիռը, որի մասին խոսում է Շարմազանովը կամ իշխանությունները, ընդունվել է 2012 թվականին եւ այդ վճիռը չի արգելում ցուցակների հրապարակումը։ Հիշեցնենք, դեռևս 2012-ին Դաշնակցություն եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունների 29 падգամավորներ դիմել էին սահմանադրական դատարան, պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։ Դատարանը սակայն որոշել էր, որ այդ դրույթը չի հակասում սահմանադրությանը։ Բայց դա չի բխում, որ որևէ կերպ արգելվում է ցուցակների հրապարակումը։ Սա տարրական տրամաբանություն է եւ ես խորհուրդ կտայի իշխանություններին նման հայտարարություններ անելուց առաջ ուսումնասիրել դասական տրամաբանության կանոնները։ Այսինքն սա իրականում իրավական որևէ հիմք չունի իրենց ասածը, Հայաստանում ոչ մի բան չի արգելում, այդ թվում սահմանադրական դատարանի որևէ վճիռ չի արգելում ընտրողների ցուցակների, ստորագրված ցուցակների հրապարակումը։ Նույն խնդրին անդրադառնալով Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը նշում է, որ սահմանադրական դատարանը 2012 թվականի իր որոշման մեջ իհարկե հղում անում է Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, ըստ որի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակման ենթակա չեն, սակայն դատարանը իր որոշմամբ չի արգելում այդ ցուցակների հրապարակումը։ Այսինքն դատարանը չի պնդում իր որոշմամբ, որ արգելվում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը, եւ եթե դրանք հրապարակվեն, ապա դա սահմանադրական դատարանի որոշման խախտում կարող է դիտարկվել։ Չկա հստակ ցույց այն մասին, որ հրապարակումը ընտրողների ստորագրած ցուցակների դա կդիտվի որպես հակասահմանադրական գործողություն։ Այսինքն իշխանությունը եթե ցանկանա կարող է ընտրական այս նոր օրենսգրքում նման դրույթ ընդգրկել, որ ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակման ենթակա են։ Այո։ Նշենք, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակման պահանջ ներկայացնում են խորհրդարանական 3 խմբակցություններ՝ Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը եւ Օրինաց երկիրը։ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որը նույնպես ժամանակին նման պահանջ էր ներկայացնում, այսօր դեռևս չի շտապում դիրքորոշում հայտնել։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանի փոխանցմամբ իրենք սպասում են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին։ Մենք 3 մեր փորձագետների հետ ենք քննարկել ընտրական օրենսգիրքը, առաջարկների բազմաթիվ մեծ փաթեթ ենք պատրաստել, բայց այդ կետի հետ կապված մենք սպասում ենք, թե ինչ մոտիվացիա եւ ինչ հիմնավորում կներկայացնեն նաեւ միջազգային փորձագետները, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի փորձագետները։ Անցած ամսվանից իշխանության մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը նույնպես տարիներ շարունակ պահանջում էր հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, այսօր ընդգծում է ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ։ Դա եղել է նաև մեր պահանջը տարիներ շարունակ, բայց ձևակերպել պահանջ եւ դրանից որևէ քայլ չնահանջել, դա ճիշտ մոտեցում չէ։ Մենք այսօր նոր ընտրական օրենսգրքում փորձում ենք ներդնել մեխանիզմներ, որոնք իսկապես այս հարցը այս կամ այն կերպ կլուծեն։ Այսինքն ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ։ Եթե մենք կարողանանք այնպիսի մեխանիզմներ եւ տեխնիկական միջոցներ օգտագործել, որոնք կբացառեն այլ անձի կողմից քվեարկելը, Հայաստանից բացականների փոխարեն քվեարկելը եւ դա
այնպիսի մեխանիզմ լինի, որը հանրության եւ քաղաքական ուժերի կողմից վստահություն ունենա, իսկ ասում այդ հարցը լուծված կարելի է համարել։ Այդ ուղղությամբ պետք է աշխատել այսօր։ Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդգծում է, իշխանությունների դիմադրությունն այս հարցում պարզ ցույց է տալիս, թե որտեղ է թաքնված ընտրակեղծարարության հիմնական աղբյուրը։ Եթե այդ ցուցակները հրապարակվեն, դա կնշանակի մեր այս տեխնոլոգիայի դարում, դա կնշանակի, որ ամբողջ հայությունը, ամբողջ աշխարհում հնարավորություն կունենա ստուգելու այդ ցուցակներում արդյոք իրենց ծանոթ մարդիկ կամ հենց իրենք մասնակցել են այդ ընտրություններին կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկը մասնակցել է, այսինքն դա կդառնա համընդհանուր հանրային վերահսկողության առարկա, որը լրիվ կփակի ընտրակեղծարարության որևէ հնարավորություն իշխանության համար։ Այս է ամբողջ խնդիրը։ Այդ մատյանները, որ փորձում են պահել որպես բարձրագույն պետական գաղտնիք, այդ մատյանների մեջ է այս իշխանության եւ ընտրակեղծարարության հիմնական հնարքը։